Հարգելի հայրենակիցներ, մի քանի րոպե ձեր ուշադրությունը։ Ուրեմն երեկվա շատ մեծ այդ հանրահավաքից հետո որոշ մի մեծ մասսա բուրբուկվել էր, վատ էր իրան զգացել։ Ճիշտ ասած, ամբողջ գիշեր ես մարտի դաշտում էի։ Չեմ կարողացել քնեմ եւ անընդհատ ինչ-որ նյութեր են գալիս այդ հավաքի հետ կապված ու վդրուկ մեր ժողովուրդը զարթնել է, որ թե դուք ով եք, որ դուք Ռուսաստանից գաք, այնտեղ մի հատ տղամարդ տեսանյութում, որ ասում է ես Կուրսկից, մենք 55 հոգի Կուրսկից եկել ենք ու կինա գրողը տո դու ով ես այ փնթի, որ իմ 18 տարեկան երեխայի ճակատագիրը որոշ լոլոներ ոնց որ թե կարծես թե մեր երեխեքը երեխա չեն եղել երբ որ ընտրում էին ներկայիս իշխանությունը վերջը երբ որ դու adekvat մարդ գրում ես որ իսկ ինչի չպիտի գան ինչու ոչ իրանք էլ են իրանք էլ իրավունք ունեն գան ձայն տային այդ ես ոչ թե ի օգուտ Սամվել Կարապետյանին կամ ինչ-որ մեկն եմ ասում ուշադիր եղեք ես դեռ միջև այսօր երբեք ոչ մեկի անունը չեմ տվել նախ կյանքումս առաջի անգամ պետք է գնամ ընտրության երկրորդը ոչ մեկ միջև վերջ չի իմանալու ես ում եմ ձայն տվել որովհետև ես ինքս Արցախում կենտրոնական ընտրական հանձնաժողովում ի վերջո-վերջ 6 տարի աշխատել եմ եւ գիտեմ որ դա գաղտնիություն է ու պետք էլ չի որ ինչ-որ դուք էլ ինչ-որ ասեք թե դուք ում եք ընտրելու դուք ընտրեք ձեր ճիշտը դուք ձեր այն որ ասում հոգու խորքում ընտրեք ձեր ճիշտը որը որ դուք ճիշտ եք համարում նախ ես կյանքումս չեմ արտահայտվել չգիտես թե ինչի մոժդ այս ճակատից գրած է ու տղամարդիկ են արդեն մտնում այդ բանի մեջ մսաղացի մեջ կարելի ասել որ դու ռուս թուրքական պրոպագանդիստ ես ես այսօր գիշերը ամեն ինչ լսեցի մասին բայց ամենաբոցը վերջում եմ ձեզ ասելու հիմա միտքս ուղղակի շարունակեմ թե ու տենց լիքը մարդիկ այս սրանց տեղը ոչ մեկ չգիտի մի հատ գնա այս կույտին բռնի սաղ այդ կուտոկով տանեն բովշիմ նստացնեն որ սրանք չմասնակցեն այդ ինչքան եք դուք վախեցած Այդ ինչքան եք դուք վախեցած, որ վախենում եք, որ Ռուսաստանից եկածները կարող է պատահի գերակշիռ մասային անցնի ինչ-որ բաներ անի։ Դե լավ է, դել մի կողմ դրած։ Ու տենց լիքը վատ բաներ են գրում ու գիտեք, երբ որ դու փորձում ես չէ՞ որ այդ մարդը ինձի ինչ, բայց այդ մարդը հանգիստ կանգնեց ասաց ես հայ եմ, ես եկել եմ, որ ընտրությանը մասնակցեմ։ Թե հիմա այդ մարդուն օգնել են գումար են տվել, որ ինքը առնի տոմս առնեն, ինքը գաստե եւ ինչ, գիտեք ինչ, ես ոչ մեկ էլ իրավունք չունի այդ մարդկանց ոչ մի բան ասել, որտեղ սա նաեւ իրանց հայրենիքն է։ Երբ որ օգնություն է պետք լինում, շատ լավ կարողանում են բոլորը արտերկրի մեր հայրենակիցներին դիմեն եւ գումարային, եւ տեխնիկաներով, այն հիշում եք, չէ՞, պատերազմի ժամանակ 20 թվականին ինչքան հայեր եկան հասան օգնության Արցախին։ Իսկ վերջի մարտական գործողությունների ժամանակ մի հատ հարց եմ հղել, այդ ներվային կուտոկներից որևէ մեկին տարբեր բաներ էլ եղել։ Երբ որ ասում եմ 23 թվականի մարտական գործողությունը, երբ որ մեր երեխեքին կոտորում են, երբ որ ցեղասպանության առաջ էր 120,000 մարդ։ Հայաստանն է լուր կանգնած, ձեռները այս ծալած լուր կանգնած նայում էր ոնց էին կոտորվում այնտեղ, ընդ որում որ ին որդին էլ այնտեղ եղել, օրինակ, հա։ Բախին վաղ չի գոռում գոչում օրինակի համար։
Ստեղ արդեն բիձեկն են մտնում, այն բիձա, որ ասում են за 70, մտնում են արդեն դիալոգների մոտ, որ դուք անշնորհակալ Ղարաբաղցի եք, թե որտեղ են իրակի մեջ գար, թե ես նախ ոչ Ղարաբաղի լեզվով եմ գրում, ես գրական եմ գրում կամ հայերեն կամ ռուսերեն եմ գրում, ոչ իմ էջում ինչ որ բաներ կա, ասենք, ես նույնիսկ իմ մեստը ժիծիսը փոխել եմ Երևան եմ հատուկ դրել, հատուկ եմ դա արել, թեպետ ես ինքս Ղարաբաղցի չեմ, ինչի պիտի ես դրանից վախենամ կամ չէ։ Ուզում հասկանամ էլ այս մարդկանց լոգիկա ու ինչքան այդ մարդկանց գլխի մեջ կոնկրետ թեփ լցրած։ Հիմա մի բան էլ եմ ասում ու սրանով սահմանափակվում եմ, չեմ ուզում շատ խորանամ, որովհետև այս թեմա ծեծված թեմա է ու շատ երկար ջուր է քաշելու։ Երբ որ մի մարդ ուզում է կոմենտին պատասխան գրի, ինչ որ քո գրառումից դիմաց, օրինակ ես սովորաբար ես ինքս ասեմ ես ոնց եմ։ Նախ ես մի անգամ մտնում եմ մի հատ էջը, մի թեթև, շատ չեմ խորանում, մի հատ նկարն եմ նայում, այդ նկարից հավատացեք ես արդեն հասկանում եմ, այս մարդը ինչ է իրենց ներկայացնում։ Հիմա լսեք ուշադիր, տեսեք ձեզ ինչ եմ ասում։ Ինչ սպառնում էին գիշերը։ Նկարը սկրին եմ արել, առավոտը ուղարկեմ ԱԱՑ, գիտեք դա ում մասին է խոսքը, իմ մասին չի է, ուշադիր լսեք, ուղարկեմ ԱԱՑ, այլ լակոտ, գան հետևիցդ, մերդ էլ ընդեղ սատկեր դու չլինի, էր ինչ որ սայց բաներ, գիտեք, ես որ դա կարդացի, չգիտեմ, ծիծաղ է թելացի, պատկերացնում եք, դա Տիգրանին էր վերաբերվում, որտեղ իմ գլխավոր նկարը Տիգրանի նկարն է։ Դե իմ երեխաս ինձ թվում է ինձ կների, իմ արտահայտության համար։ Ես պատասխան եմ գրել, որ կարող եմ տեղնել ասել, կարակ գաք, Եռաբլուր 21 հարթակ 8-րդ բնակարան։ Այնտեղ է իմ տղայիս տունը։ Կարող եք գալ այնտեղ։ Տղամարդ է գրողը, հաջորդ տղամարդը, а почему женское имя, мужской профиль։ Չէ, դուք իրոք տուպո եք, իրոք քոր եք, դեգրադացիայի ենթարկված մարդիկ եք, չէ, դուք ալարում եք, մատ կնոպկա սխում եք, մտնեք, տեսնեք, դա ինչ նկարանդ է, հա, այդ ֆլագի մոտի մեր զոհված տղաների համար, երբ որ այդ ֆլագի կողքը հայկական բանի մոտ, դրոշի մոտ նկարն է դրած Տիգրանի։ Ու ընդհանուր նկարը կա, որ ես Եռաբլուրում իրա քարե գրկած նկարն է իմ։ Ավակ որդուս հարսանիքի օրվա նկարը։ Ուզում եմ հասկանամ այս մարդկանց պոլիտիկան, ուզում եմ հասկանամ այս մարդիկ, երբ որ խոսում են, ինչի մասն են մտածում, ինչ են սրանք ուտում, ինչ են խմում, ինչ են ծխում վաբշե, ինչ են շնչում, ինչ օդ են շնչում, որ նման արտահայտություն են անում։ Մտածում են, թե ես էլ այնքան վաղ կուտեմ, հա, վդրուկ, որդուս նկարը, զոհված որդուս նկարը, տեսել են, ասում են, նկարած սկրին եմ արել, ուղարկեմ ԱԱՑ, ու ուր է այդ հիմա կոմենտ գրողը, իմ գրառումից հետո, շատ հանգիստ եմ ես պատասխանել, գիտեք ինչ, արդեն ոնց որ իմ մոտիկ ընկերուհիներս, ընկերներս ասում են իմունիտետ եմ ձեռք բերել, հավատացեք ես էլ եմ, այն որ առաջ թուրքերի վրա իմունիտետ ունեի, իրանց կոմենտներին վրա չէր ազդում այդքան շատ, ինչքան որ մեր հայրենակիցների, մեր հայերի կոմենտներն վրա ազդում, հիմա էդ էլ չի ազդում։ Ղարաբաղ ասած մեն ես էլ եմ տուլաշ դարել արդեն։ Թքած ունեմ ամեն մեկի գրածի վրա։ Ես իմս գրեցի անցա գնացի, որ ասել եմ պիտի անգերեզման մնա։ Պիտի մնան, որ ասել եմ սատկի, ուրեմն պիտի շան նման սատկի։ Ես կսպասեմ դրան։ Խե դու գիտեք թե իմ պայքարներս ինչի հետ է կախված։
Мне так хочется очень сильно жить. Да, мне хочется жить, потому что я скоро стану бабушкой. И в каком-то темном туннеле будет лучик света очень скоро у нас дома. Конечно. Но. Есть тут одно но. Երբ որ դուք ուզում եք ինչ-որ մի բան գրեք, կամ պատասխան գրեք, կամ ուզում եք ձեր յադը թափեք, մի հատ մտեք նայեք, տեսեք այդ ում եք այդ յադը թափում, այդ ում եք հասցեագրում, ում նկարն եք սկրին անում ու հələ գրում, հա, մերդ սատկեր, թող մերդ սատկեր, ու դու չլիներ, թե չծնվեր ինչ-որ սես բաներ, հետո վախից ջնջվում են ու կորում են, անհայտանում են։ Ու էդի գիտեք ինչ ձերի կանայք են գրողները, այն հիշում եք, որ Աննա Հովանեսյանը մի քանի օր առաջ ընկած մի հատ անճոռնի կերպար էր ման գալիս էլ են զզվելի, այդ նման մի բան, հա, ու ինչ-որ Ղարաբաղից մի հատ կին ա, պիտիցիաներ ա ինձ գրում, հա, թե դուք չգիտեք, դուք ստեղ նստած ինչ գիտեք, ձեր քո, չէ իմ, քո Սամվել Շահրամանյանը ստորագրեց, մի ստորագրությունով սենց արեց, նախարարինը Սամվել Շահրամանյանը իմը չի ու կյանքում իմը չի եղել, մեկ, երկրորդը, 8 օրվա նախագահից ինչ եք, սաղը կախվել տենց էլ չհասկացանք, սաղին թողել են, հիմա եկել են այդ մարդուց են կախվել, այդ երկու, երորդն էլ ասեցի, հասցենել տվեցի, ցանկություն ունեք, հա, տղայիս նկարը սկրին եք արի ԱԱՑ տանեք, խնդրեմ, գնացեք, Եռաբլուր 21 հարթակ, 8-րդ տուն, բնակարան, իր այդ տեղը 8-րդ տան, գիտեք չէ, 10 հոգուց ա պենը, իրանց հարթակը 10 հոգուց ա բաղկացած, ասենք սենց էլի, 8-րդը Տիգրանի տունն ա, գնացեք, պատիվ պահանջեք ընդեղից, մարդ կարա դեբիլ լինի, բայց ոչ այդ աստիճանի, աշկերն էլ ա տված նայելու համար, մի փոքր էլ խելքներդ միացրեք, գնացեք ում ուզում եք ընտրեք, դա ձեր կյանքն ա, ոչ մեկ իրավասու չի ու ոչ մեկ իրավունք չունի ձեզ ինչ-որ մի բան ասի, մեկը եթե դուք գնաք անգամ Նիկոլ ընտրեք ու գաք երեսիս էլ նայեք ժպտակ, ուզում ա այդ հարազատ լինի, ուզում ա բարեկամ լինի, ուզում ա ընկեր ու հարևան լինի, մեկը ինքը չի ասելու ինձի, ու ինձ պետք էլ չի, որ ես դա իմանամ, որովհետև երբ որ մարդուն մի անգամ նայում ես, արդեն հասկանում ես ինքը ինչ է անից ներկայացնում, դե եթե դուք սաղը տենց լավ գիտեք, որ ես, չգիտեմ, կամ ինձ որ գրում են, քեզ ինչքան փող են տվել, ամեն անգամ ես այդ բանը, ու երեկվա այդ հավաքույթի համար էլ իդեպ, այսքան փող, այսքան բան, չէ, ուղղակի մարդիկ ռեալ հասկացան ու ռեալ վախեցան մարդկանց այդ լեփլեցուն լինելուց, լցվել է, շատ է, հա, ոգևորվել է, վախեցել էին ինչ-որ, ու ինչի համար, ու ինչ-որ են Չախոյանը, են Չուշկա Չախոյանը, վերցնում ա, լավա չեն ամանչում, էլի, Բագրամյան 26-ից, մի հաց ես նկար է, էլի, ընդեղ խցավուցրիկ, մի քիչ, էս ա, էլի, յանի, հա, էլի, իսկ ինչ, հետո, չէ, այդքան չէր, քառակի չէ, բազմակի շատ մարդիկ կային այնտեղ, գիտեք ինչ, ինձ որ հարցնում են դու ում ես ընտրելու, ես հետո կասեմ, հիմա չի կարելի, այդքան մի բան, я пока думаю համել, դուք մի մոռացեք, որ ես կյանքումս առաջի անգամ պետք է գնամ ընտրությունների, իմ 51 տարեկան հասակում, սա իմ առաջի քայլն է լինելու, որտև ես 18 տարեկանից մինչև այսօր կյանքում ոչ մեկին չեմ ընտրել, գուցե և դա էլ է եղել իմ կողմից ճակատագրական սխալ, գուցե որ ես չեմ տվել իմ ձայնը, գուցե դա համարվում է այսօր, ուրեմն դու համաձայն ես, որ ավել ձայն տալիս ես ներկայիս իշխանությանը, իմ կարծիքով, ես վատ բաներ հիմա չեմ ասելու, և ինձ թույլ չեմ տալու,
չեմ իջնելու ինչ-որ մարդկանց մակարդակների ու եսին ինչեր ասել, բայց իմ կարծիքով ներկայիս իշխանությունը, որ արդեն նախկին է համարվում 8 տարի, խվացիտ, բոլա։ Կարծում եմ իրանք էլ պիտի արդեն վայր դնեն իրանց ամեն ինչը և դուրս գնան, համաձայնվեն այն մտքի հետ, որ արդեն բավական է։ Այդքանը։ Ինչ որ ես ձեզ այսօր ասեցի, ինչ որ բան, զերծ մնացեք և մի փորձեք, հա, մի բան էլ, մի պետք չի ինձ գրել, որ կյանքը բումերանգա մի անիծի, ես ձեզ մի բան ասեմ, եթե դուք մտածում եք, որ ես էլ կորցնելու բան ունեմ այս կյանքում, ես ամենայն թանկը կորցրել եմ։ Եթե ձեր կարծիքով, որ ես էլ ունեմ թանկը ինչ-որ ման կորցնելու, դուք ճարաշար շփոթվում եք։ Ես թքած ունեմ այն մարդկանց մտածելակերպի վրա, և եթե անգամ մտածում են, որ ինչ-որ մարդկանց գումար են տվել և եսի միջբան, ուղղակի ձեռք բերեք իմունիտետ, անցեք առաջ ժպիտով ու վերջի, ոչ թե նանայի նման են տուզիկ լայցա, որ ընկնում է անընդհատ մարդկանց ոտերի տակը ու անընդհատ իր միկրոֆոնով չգիտի ինչ անի։ Тузик. Самый натуральный, который тявкает везде и повсюду. Так что берегите себя, берегите ваши нервы, будьте спокойны. Այսօրվանից ես խոստանում եմ բոլորին, որ ես էլ ոչ մեկի հետ ոչ մի բանի մեջ չեմ մտնելու, ինչ ուզում են բոլոր այսօրվա իմ գիշերային այդ ատականները ու ռազմի դե պատկերացրեք ես առավոտ 7-ին օր քնել եմ մի 3 ժամ ընդամենը, բավական է, հերիք է այդ ամեն ինչը, հա, տեսնենք ոնց կլինի, դեռ ունենք 3 օր, 3 օր էլ պայքարենք, այն ժամանակ արդեն հույս ունենամ, որ գոնե իմ համար եթե չէ, ձեր համար, այն մարդիկ, որոնք որ չունեն կորոստներ, այս սերունդները, որ պետքա դեռ հլը ամուսնանան, պետքա մեծանան, պետքա երեխաներ ունենան եւ այլ սերունդների համար գոնե մի փոքր կյանքը կփոխվի, մի փոքր, շատ չէ, աջողություն ձեզ, սիրում եմ բոլորիդ։